Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Համբարյան։ Բարև ձեզ։ Պարոն Համբարյան, մենք խոսելու ենք Գյումրիում տեղի ունեցող թիմ ընտրությունների մասին, հեռուստադիտողների համար նշեմ, որ դուք գյումրեցի քաղաքագետ եք, սա զուտ նշում եմ նրա համար, թե ինչու եմ քաղաքագետի հետ այս թեմայով սկսում զրույցը։ Դուք քարոզարշավը արդեն մեկնարկել է, ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը, հանդիպումներ, առողջ համարում եք 9 թեկնածուների միջև քարոզարշավը, թե ոչ։ Ընդհանուր առմամբ նշեմ, որ նախ քարոզարշավը շատ վաղուց է սկսվել, որոշ քաղաքական ուժեր, այդ թվում նաև Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն, այսինքն ժամանակավոր պաշտոնակատարը, շատ վաղուց է այդ քարոզարշավը ուրեմն անում, բագային հանդիպումների տեսքով էր, բայց ամեն դեպքում մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ դա իր քաղաքական ենթատեքստը ուներ։ Գիտեք, Գյումրիում ամեն ինչ հանգիստ է, եթե որոշ անձինք եւ հատկապես իշխանությունները Գյումրիում խժդժություն չմտցնեն։ Գյումրիում այդ ինչ որ թոհուբո, ինչ որ իրավիճակի սրում իրականում չկա, իրավիճակը սրվում է կոնկրետ գործող իշխանությունների ձեռամբ եւ ակտիվ մասնակցությամբ, իրենց ներկայացուցիչների շատ վատ մեկնաբանություններով Facebook-ում։ Հիմա որքան հասկանում եմ, դադարեցրել են այդ երկու կանայք, քայլիստ կանայք, ովքեր ես չհասկացա ինչն էր պատճառը, որ այդ կան անձնական տիպի վիրավորանքներ, ինչպես ասում են Գյումրիում, լոշտակ բերան էին բացում, մարդկանց հասցեին մոռանալով գոնե իրենց անցյալը, իրանք ով են եղել եւ որտեղից են հայտնվել իրենց պաշտոններում։ Հետո նույն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եկավ Գյումրի տեսակ, սկսեց ահաբեկել բոլոր նրանց, ովքեր հիմնական մրցակիցն են իրենց քաղաքական թիմի եւ իրենց ներկայացուցչի։ Իսկ ինչ վերաբերվում է 9 տեխնազուներին, շատ նորմալ են վերաբերվում, դե ամեն դեպքում Գյումրին երկրորդ քաղաքն է Հայաստանի Հանրապետությունում եւ մեխանիկորեն շատ նորմալ եմ նաեւ գնահատում, ես նաեւ նույնիսկ համարում եմ, որ ավելի քիչ էին։ Ես գտնում եմ, որ մի 10-12 քաղաքական ուժ կմասնակցեր, եթե իհարկե նույն դաշնակները մասնակցեն, շատ լավ կլիներ, նույն ԲՀԿ-ն մասնակցեր, իր դեմքով շատ լավ կլիներ, որովհետև ժամանակին նույն դաշնակները մարզբեդ ունեին, երկար տարիներ Շիրակի մարզում եւ մարզկենտրոն Գյումրիում ազդեցություն ունեին, որոշ չափով թող լտեսնեինք ինչքան է նրանց ազդեցությունը, նույն ԲՀԿ-ն գիտեք ինչքան ձայն էր հավաքում Գյումրիում, շատ լավ կլիներ, որ իր դեմքով մասնակցեր, չի բացառում, որ Դոգն էլ մասնակցեր, ամեն դեպքում մենք պետք է օբյեկտիվ ընդունենք, եթե ինքը Երևանում ուներ 9% ձայն, ապա մարզերում, այդ թվում նաև Գյումրիում ավելի շատ էր, հետաքրքիր կլիներ էլի, ինչքան շատ մասնակցեին, այնքան հետաքրքիր կընթանար պայքարը, բայց ամեն դեպքում 9 տեխնազուների մասնակցությունը շատ նորմալ եմ ես գնահատում։ Կա քաղաքական առողջ մրցակցություն, թե ոչ։ Ես ելի եմ կրկնում, եթե գործող իշխանությունները շրիշակի մագարտակի ցածր չիջնեն, դա ինչպես է որվում։ Շատ սովորական, դուք չեք տեսում, ասենք, թե Հայաստանի ազգային ժողովի քայլիստուհի պատգամավորներից մեկը օրվա մեջ քանի անգամ էր գրառումներ անում եւ ինչ անձնական վիրավորանքներ էր տալիս, ասենք, անուններ չնշելով, բայց ասենք անձնական վիրավորանքներ էր տալիս մրցակիցներին, ասենք, թե ջեփկիր, ծաղրածու, չգիտես, նմանատիպ ածագաններ, ասենք, իմաստը չեմ հասկանում, էլի, այդ ամեն ինչի։ Գումարած դրան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, գիտեք, մի քանի օր առաջ եկավ Գյումրի, իբր թե դրամահավաք էին անում ԿՊ-ի համար, բայց տեսակ ինչ ելույթ ունեցավ, ասենք
Գիտեք, մի կողմ եմ դնում այն փաստը, որ ես ասենք ընդդիմադիր եմ։ Դա մի կողմ ենք դնում։ Ես որպես գյումրեցի ինձ հետաքրքիր է ինչ քաղաքական ծրագրով, Գյումրի զարգացման տեսլականով է հանդես գալիս գործող իշխանությունը։ Եվ ինչ եմ ես տեսնում։ Ասենք Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այնքան է ցածր գնահատում գյումրեցուն, այնքան է արհամարում, այնքան է զզվում կարելի ասել, որ ասենք փոխանակ գա, ասի թե հարգելի գյումրեցիներ, մեր Սարիգը այս ինչ ծրագրով է հանդես գալու, մենք այս 4 տարիների ընթացքում այս ինչ ծրագրերն ենք անելու Գյումրիում, աշխատատեղեր ենք բերելու, թե տուրիստական քաղաք է Գյումրին, ամեն դեպքում բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ասենք այդ туриզմի զարգացումը նոր պրոդուկտներ է պահանջում։ Կարեն Կարապետյանի կողմից 2 փողոցների եւ նրանց հարակից փողոցների վերանորոգման ծրագրից ի վեր, որը սկսվել է Գյումրիում 2016 թվականի դեկտեմբերին, գիտեք, նախկին քաղաքապետ Սամվել Պալասանյանը գնաց Լոնդոն, ստորագրեց այդ վարկի պայմանագիրը Եվրոպական զարգացման բանկի, բերեցին Նիկոլի օրոք այդ մի քանի փողոցը վերանորոգեցին եւ վերջ։ Նոր պրոդուկտ Գյումրիում չկա այդ 2 փողոցների հիմքի վրա է դրա համար էլ անցյալ տարի տուրիստների քանակը կտրուկ նվազեց Գյումրիում, որտեղ մարդիկ չեն գալիս ամեն տարի նույն բանը տեսնելու։ Եվ ինչ մենք տեսանք, փոխանակիկը ծրագիր ներկայացնի, ասենք ինքը այնքան արհամարած ունի գյումրեցիներին, որ ասենք 7 տարի առաջվա իր հին պլաստինկեն միացրեց, այդ հիմար թեզերը կուլակաթափ եմ անելու, ռենջից ռենջ եմ հետ բերելու, բրաբուսից բրաբուս ցինիկ ժբիդը դեմքին, այդ ում է ինքը ապուշի տեղ դրել։ 7 տարի այդ անասունությունը ոչ միայն գյումրեցին, այլ նաև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը լսում է։ Ինքը այնքան ամոթ չունի, որ չի հասկանում, որ ամեն տարի նույն արտահայտությունը անելով ինքը նաև վարկաբեկում է իրեն։ 7 տարվա մեջ մի հատ Ռամզես II-ի ժամանակաշրջանի $18,000 մի հատ Range Rover-ը հետ բերե։ Հին։ Հետաքրքիր է այդ Range Rover-ը հետ բերելու համար Հայաստանի իշխանությունները որքան գումար են ծախսել քննիչների, հետաքննիչների, դատախազների, չգիտես ում վրա, որ այդ Range Rover-ը հետ է եկել է $18,000-անոց։ Առավել կարող ենք այս փուլում արդեն մտածել, թե առավել ովքեր շանսեր ունեն քաղաքապետարանում հայտնվելու, թե ոչ։ Նայեք, գործընթացները շատ արագ են զարգանում, օրինակ տեսեք նախընտրական շրջանում բոլորս է գիտենք, որ հաստատ օրինակ եթե դոգը մասնակցեր, ինքը կանցներ։ Բայց հիմա քանի որ չկա, ինքնըստինքյան տոկոսային հարաբերությունները ապագայում եւս տարբեր կլինեն։ Ես կարող եմ այս պահի դրությամբ ասել, որ իմ սուբյեկտիվ կարծիքով 9 քաղաքական ուժից գոնե 4-5-ը հաստատ շանս ունի համապատասխանաբար 4%-ը 4%-անոց արգելք անցնել դա կուսակցությունների համար եւ 6%-անոց արգելք անցնել դաշինքների համար եւ հայտնվել Աբագանիում։ Այս պահի դրությամբ 4-5, բայց չի բացառվում, որ այս 15 օրերի ընթացքում դե մինչև 30-ը, այսինքն 15 չէ, 12 օրերի ընթացքում ինչ որ բան կփոխվի։ Եթե ֆորս մաժորային իրավիճակներ լինեն, կտրուկ կփոխվի, եթե գրագետ քարոզարշավ տանեն, եթե լավ աշխատեն, կրկին կփոխվի։ Այնպես որ ես ինչպես ասում եմ, ռեալ պոլիտիկով այս պահի դրությամբ իմ կարծիքով 4-5 քաղաքական ուժ կարող են հայտնվել Աբագանիում։ Գյումրեցին ինչպես է վերաբերում իշխանության տեխնացուին Լուսավոր Հայաստանի նախկին падգամավորի համացանցում շրջանառվում է նրա դիմումը, որ տվել է հանրապետական կուսակցություն ընդգրկվելու համար, չնայած որ ինքը նշեմ, որ հերքում է իր տեսակետն ամեն դեպքում հնչեցնեմ, Նիկոլ Փաշինյանին է 21 թվականին շատ դուր քննադատել։ Մյուս տեխնացուն Վարդան Ղուկասյանն է, որի օրոք հիշում ենք ինչեր է եղել բեսպրիդել, կրիմինալ, հայտնի կրակոցները։ Մյուս տեխնացուն Մարտուն Գրիգորյանն է ԲՀԿ-ով, ՀՀԿ-ով անցած, էլի այդ կրիմինալի մեջ Վարդան Ղուկասյանից հետ ունեցել են իրենք հայտնի տարաձայնություններ։ Նա
Ռուբեն Մխիթարյանը, որ հայտարարում է Միքայել Մինասյանն իմ ընկերն է եւ ես հա ի պատիվ իրեն ասում է ես ընկերներից չեմ հրաժարվում վերջին շրջանում քաղաքական պաշտոնների պատճառով շատերն են բանարել անկեղծորեն ասում է Գյումրեցին ինչպես է սա գնահատում այսինքն փոխաբերական իմաստով ասած մաքուր տեխնացու չունենք Գիտեք ինչպես, սկսենք նրանից, որ մաքուր տեխնացու չէր էլ կարող լինել ձեր պատկերացրած մաքուրը, որովհետև այս 7 տարիների ընթացքում Նիկոլի իշխանությունը ամեն ինչ արել է, որպեսզի քաղաքական դաշտը մնա մարգինալ, այսինքն լինեն նախկիններ եւ ինքը, որպեսզի ինքը այդ հագասության վրա խաղալով պահպանի իշխանությունը, իսկ նախկիններն էլ ամեն ինչ արել են, որպեսզի քաղաքական դաշտ նոր քաղաքական ուժեր չմտնեն։ Սկսենք այդտեղից։ Երկրորդը, ինչ վերաբերվում է ասենք Գյումրեցու վերաբերմունքին նույն Սարիկ Մինասյանին, դուք նշեցիք, որ Սարիկ Մինասյանը հրաժարվել է, որ ինքը ՀԿ-ի անդամ է եղել, Սարիկ Մինասյանը կարող է հրաժարվել, ես անկեղծ ասած չեմ էլ բանանում, այս թեմայով չեմ էլ ուզում առաջ գնալ, թե ինքը իրոք եղել է, թե չէ, բայց ես լինելով որպես գյումրեցի շատ լավ հիշում եմ, որ 2017 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Սարիկ Մինասյանը լծված էր պաշտպանելու Հայաստանի Հանրապետական կուսակցության Շիրակի մարզով ռեյտինգային ցուցակով գնացող Արման Սահակյանին։ Եվ ինքը ամեն ինչ արեց, որպեսզի Արման Սահակյանը հաղթանակ տանի եւ դառնա Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր։ Այնպես որ Սարիկ Մինասյանը եթե իր ասելով չի եղել ՀՀԿ-ի անդամ, իսկ նույն ՀՀԿ-ի Շիրակի մարզյան ուրեմն ներկայացուցիչները հայտարարում են, որ եղել է։ Հեչ էական չէ ինքը եղել է, թե չի եղել։ Հələ թող ինքը փորձի հերքել, որ ինքը ՀՀԿ-ի համար չի աշխատել։ Ես ձեզ ասեմ, այդ ամբողջ ասեկոսեները ես չգիտեմ դուք հիշում եք թե չէ այդ տարիներին այնտեղ նույն Արման Սահակյանը փորձում էր Գյումրի 2 եւ Գյումրի 3-ում դա ՀԿ-ի ուրեմն Գյումրու գրասենյակներն էր կազմակերպել իշխանափոխություն Գյումրի 2-ում տնել ուրեմն Սարիկ Մինասյանին որպես ղեկավար Գյումրի 3-ում Կարապետ Պողոսյանին տնել որպես ղեկավար այս երկուսին տալ պաշտոններ մարզպետարանում Կարապետ Պողոսյանին փոխմարզպետ որքան հիշում եմ փոխմարզպետ Արշակյանի փոխարեն իսկ Սարգին էլ Խաչատուրի փոխարեն տնել մարզպետարանի ուրեմն գլխավոր քարտուղար որը նրանց մոտ չստացվեց, որտեղ դա տաբալվեց Կարեն Կարապետյանի կողմից, ինքը կդրականապես դեմ էր Արման Սահակյանի այս ծրագրին, սա ասեկոսեների մագարտակով է, բայց դուք կարող եք այս մասին նաև հարցնել Կարապետ Պողոսյանին օրինակ, հələ հարցրեք, տեսեք, ինքը կասի հա թե չէ, Սարիկ Մինասյանին հարցրեք, սա հանրաճանաչ դեպքեր են Գյումրիում տեղի ունեցած, այդ ամեն ինչը տեղի չունեցավ, հետո ըստ Գյումրիում տարածված լուրերի Արման Սահակյանը ամեն ինչ արեց, որպեսզի իր հովանավոր Սարիկ Մինասյանը դառնա սոցապ բաժնի պետ, հիշում եք, կենցաղային մագարտակով եմ ասում, ենթադրում եմ, որ դա երկար պարագանուն ունեցող ինչ-որ հիմնարկեր այդ ժամանակ, հիմա էլ է նույնը, սոցապ բաժնի պետ, Թոմիկի տեղը չնստավ Սարիկը, Նարեկ ջան, դա բոլորը գիտեն, այդ ում օրով Սարիկը նստավ, Թոմիկը դա սոցապ բաժնի պետն էր, Թոմիկին հանեցին, ազգանունը ցավոք չեմ հիշում Թոմիկի, բայց իրան հանեցին ու ՀՀԿ-ի սոցապ նախարարը Սարիկ Մինասյանին նշանակեց սոցապ բաժնի պետ։ Հետո 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Սարիկը հայտնվեց Լուսավոր Հայաստանի ցուցակում։ Ըստ Գյումրիում այդ ժամանակ տարածվող ասեկոսեների համաձայն, կրկնում եմ, հատուկ ասեկոսեների համաձայն Լուսավոր Հայաստանի ցուցակը գրվել է Ցայք հեռուստաընկերության տնօրենի կաբինետում։ Այդ ցուցակը գրվել է Մարգարիտա Մինասյանի, Արտուր Ղանդիլյանի եւ Արման Սահակյանի կողմից ըստ Գյումրիում տարածված ասեկոսեների եւ բամբասանքների։ Դե հիմա տեսեք Նիկոլ Փաշինյանին քննադատում է Այնպես որ չէ, կներեք, ես էլ չեմ ավարտել։ Հիմա Սարիկը ով է ըստ ձեզ։ Իմ կարծիքով Սարիկը նախկիններից որպես նախկին պիտակը, այն որ ասում են մեր Սարիկը
նախ մերը իրանցը չէ, Սարիգը եղել է բոլորինը։ Սարիգը եղել է բոլորինը։ Հիմա հայտնվել է իրենց թիմում։ Շատ ճարբիկ է, բան չունեմ ասելու։ Բայց գոնե իրանք նրան որ պիդագավորում են որպես նախկին Վարդան Ղուկասյան, նախկին Մարդուն Գրիգորյան, նախկինների հետ սերտ առնչություն ունեցող Ռուբեն Մխիթարյան։ Ռուբեն Մխիթարյանը եղել է բանի Միքայել Մինասյանի ընկերոջ չի էլ հրաժարվում, փառք ու պատիվ գոնե որ չի հրաժարվում։ Սարիգ Մինասյանը եղել է Միքայել Մինասյանի ընկերոջ մոդիկը։ Ով է Սովրանոյի Արմանը։ Հիշում եք Նարեկ ջան Գյումրիից։ Վերջ-վերջով աշխատել ես այդ տարիներին Գյումրիում։ Չլինի Սովրանոյի Արմանը միամտաբար, ինչպես Գյումրիում ասում են, ախրքալակցի եղնելով հայտնվեց Գյումրիում։ Այդ ում դաբրոյով ինքը հայտնվեց այստեղ։ Նույն Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի անձնական կապրիզների արդյունքում չէր որ Գյումրիի հետ որևէ առնչություն չունեցող այդ անձը հայտնվեց Գյումրիում դառնալով Շիրակ ֆուտբոլային թիմի նախագահ։ Հիմա էլ ինչ ասես առել է Գյումրիի կենտրոնում, այդ թվում նաև հա, տեսեք լավ հիշեցի։ Տեխնոպարկում ելույթ ունենալու ժամանակ Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ տվեց կոբիտ սխալներ, որ ասենք ինքը հետ է բերելու Սև Ղուլը, Սև Բերտը։ Հետո իհարկե դատախազությունը ասեց, որ Սև Բերտը հնարավոր չէ հետ բերել, որովհետև դա ֆիզիկական անձից գնված բանի Պալասանյանների կողմից ֆիզիկական անձից գնված ուրեմն Բերտը իդեպ գիտեք չէ Սև Բերտը ում է պատկանել եւ որ Պալասանյան Սամվելը դա գնել է Սև Բերտը պատկանել է ձեր նախկին դեկան Հայրաբեծյան Սերգոյի հարազատ եղբորը Հայկ Հայրաբեծյանին ով Սանկտ Պետերբուրգում խոշոր գործարար է եղել հետագայում քաղցկեղից մահացավ նրա ընտանիքն էլ որոշեց վաճառել 2012 թվականին էլ Պալասանյան ընտանիքը որքան հիշում եմ այդ Սև Բերտը արավ սա հատուկ նշեցի որովհետև դուք ինքներդ էլ գիտեք ում է պատկանել այդ Սև Բերտը նախկինում հիմա հարց Եթե Նիկոլ Փաշինյանը Սև Բերտն է հետ բերում, բա մի հատ հարց չբարձրացնեք ես եւ որոշ չափով նաեւ Գյումրիի հետ առնչություն ունեցող դուք, բա կինո հոկտեմբերի ինչի չի ուզում հետ բերել։ Կինո հոկտեմբերի ինչ գործ ունի Արման Սահակյանի մոտ։ Դա մշակութային հայտնի օբյեկտ է Գյումրիի սիմվոլներից մեկը, հələ թող հետ բերի։ Չէ, գիտեք, այդ նախկին ներկա, այդ որ ասում են, հնարավոր չէ։ Այդ երևի թե այս հիմա քաղաքական գործընթացներին մասնակցող շատ քիչ մարդիկ կան, որ բան են, նախկին չեն։ Օրինակ, ես նախկին չեմ։ 2004 թվականից մինչև հիմա ես Գյումրիի Պետական Մանկավարժական ինստիտուտի հետագայում Շիրակի Պետհամալսարանի դասախոս եմ։ Նախկին դուք չեք, լրագրող եք։ Բայց մենք չեք մասնակցում։ Հիմա այդ հանգամանքը չի կարելի անընդհատ օգտագործել, այն էլ կեղծ թեզերով, սեփական իրենց Սարիգի նախկինը չհիշելով, ուրիշներին նախկին անվանել։ Պարոն Համբայրյան, հիմա մյուս տեխնատուներին անդրադառնանք։ Վարդան Ղուկասյանը, եթե դառնա Գյումրու քաղաքապետ, դա մտահոգիչ համարվելու է, թե ոչ։ Գիտեք ինչպես, նայեք, խնդիրը հետևյալն է, որ եթե ժողովուրդը ընտրի, ես ընդհանուր առմամբ շատ մտահոգիչ եմ համարում, եթե ուզում եք անկեղծ իմանալ Հայաստանի քաղաքական դաշտի վիճակը։ Հարցը մենակ այստեղ Վարդան Ղուկասյանը չէ, հարցը ընդհանուր քաղաքական դաշտի վիճակն է, այդ թվում նաև Նիկոլը։ Դուք մտահոգիչ չեք համարում, որ ձեր երկրի վարչապետը, այսինքն մեր երկրի վարչապետը, ինչի ձեր, մեր հարազատ հայրենիքի, մեր հարազատ երկրի վարչապետը անամոթ սդախոս է, չի ամաչում, որ իրեն բռնում են բազմաթիվ սդերի եւ կեղծիքների վրա։ Տոտալ մանիպուլյանտ է, թերուս է, եւ դրանից արդեն հետեւություն։ Եթե այս ժողովուրդը, չէ, մի րոպե, եթե այս ժողովուրդը Հա, հիմա տարբերություն չկա, ամեն ինչը շահկապված է, ոնց թե։ Եթե հիմա հասարակության X մասը կներեք, գնում է Վարդան Ղուկասյանի հետևից, ես ու դուք ինչ անենք։ Ես ընդհանուր առմամբ եմ մեր երկրի վիճակը մտահոգիչ համարում, հարցը մենակ Գյումրին չէ։ Մարդը երկու օր առաջ ասում է, հա, ճանապարհը տալու եմ, ու մենք շատ հանգիստ նստած ենք։
Դուք դրանից չեք մտահոգվում եք, որ մի փոքր Գյումրիում Վարդան Ղուկասյանը կարող է տոկոս տանել, նորմալ է։ Հարցազրույցի շրջանակներում եմ այդ հարցը բարձրացրել։ Չէ, իսկ ես գլոբալ եմ բանանում։ Ինձ համար եթե ընդունելի լիներ, շատ ես կուզենայի, որ մենք այնպիսի քաղաքապետ ունենայինք, ինչպիսիք էր, ասենք թե Մուրադ Մուրադյանը, Դոնարա Հարությունյանը, Հադրաթյանը, որոնց անունները մինչև հիմա մենք չենք ես Դոնարա Հարությունյանին ժամանակ եղել եմ փոքր երեխա, երբ որ ինքը եղել է քաղկոմի քարտուղար, Մուրադ Օգանեսովիչին անձամբ եմ ճանաչել, բայց արդեն շատ հետո, որպես մոդիկ մարդ, այսպես ասած, բայց մենք նրանց գործունեության վերաբերյալ մինչև հիմա լսում ենք։ Ես շատ կուզեի, բայց դուք պետք է ունենաք այդ հասարակությունը, հասկանում եք, դուք այդ հասարակությունը պետք է ունենաք։ Հիմա, ինչպես ասում են, այս պատին, այս ծեփն է նորմալ։ Հիմա այս իրավիճակում, այս 9 քաղաքական ուժերի մեջ մենք պետք է օբյեկտիվ ընդունենք։ Ես որպես քաղաքագետ չեմ կարող կեղծել ու սդել, ինչ որ թե մանիպուլյացիաների դիմել։ Ես այո, ուրիշ մարդու եմ ընտրելու։ Ես տեսեք պարզ ասելու եմ, ես Վարդան Ղուկասյանին չեմ ընտրելու, բայց ես օբյեկտիվորեն ընդունում եմ, որ Վարդան Ղուկասյանը առաջին երյակում է, եթե չասեմ, որ այս պայծրությամբ կարող է ինքը դեռ պահպանում է իր առաջին տեղը։ Դե բայց տեսեք, ինքը ասում է դուք բզբզացիք, այդ գործերը հարուցեցիք եւ ինձ բերեցիք քաղաքականություն, դե բռնվեք քաղաքապետ էլ չէ, վարչապետ էլ կդառնամ։ Այսինքն ինքն ասում է, որ այս գործերը հարուցել եք, դրա համար եմ ես ակտիվացել։ Դե հա, ինքը շատ պարզ է ասում։ Ինքը շատ պարզ է ասում։ Բայց քաղաքականությամբ զբաղվելը դա գաղափարների հետ է կապված, ինչ որ բան փոխելու հետ է կապված, ոչ թե գործ հարուցեցին քաղաքականությամբ զբաղվեմ, որ ասեմ քաղբանտարկյալ եմ։ Նարեկ ջան, քաղաքականությամբ զբաղվելը գաղափարների հետ կապված է զարգացած եւ գրագետ հասարակությունների հետ։ Ցավոք Հայաստանի Հանրապետությունը երբեք երրորդ հանրապետությունը ոչ զարգացած եղել, ոչ էլ գրագետ։ Դրա համար ես միշտ իմ հարցազրույցներում ասում եմ, որ Սերժ Սարգսյանի ամենակոպտագույն եւ հագահայ քայլերից մեկը այն էր, որ ինքը քաղաքականապես անհաս հասարակություն ունեցող Հայաստանը դարձրեց պարլամենտական երկիր։ Մենք պետք է ունենայինք ուժեղ նախագահ, ուժեղ ազգային ժողով, որպեսզի նրանք մեկը մյուսին հագադարձելով բալանսավորեին իշխանությունը եւ թույլ չտային այն, ինչ հիմա մենք ունենք։ Ինչ գաղափարախոսություն։ Դուք հələ մի հատ Սարիգին հարցրել եք ԿՊ-ի գաղափարախոսությունը որն է, որ ինքը հիմա ԿՊ-ի անդամ է, եւ մենակ Սարիգը չէ։ Բազմաթիվ այլ քայլիստների։ Հələ հարցրեք։ Նույնը, ասենք, ընդդիմադիրների դաշտից հարցրեք, իրանց գաղափարախոսության մասին։ Հələ ընդդիմադիրների մեջ գրագետ մասսան շատ է։ Հələ իրանց մեջ շատ քիչ է այն մասսան, ով ասենք չի տարապում բանով իշխանամոլությամբ կամ պաշտոնամոլությամբ։ Ես ես շատ բարձ բան եմ ասում։ Հիմա նույն քայլիստները Գյումրիում առաջնորդում են հետևյալ թեզով։ Գիտես, ես Գյումրվա ակցենտով եմ ասելու։ Բազմաթիվ այս 2-3 օրվա մեջ, որ մարդկանց հետ շփվել եմ, գիտես որ մենք Նիկոլին դեմ ենք, բայց Սարիգն է դրել, մենք Սարիգին պետք է ընտրենք։ Ես այսօր իմ պոստը որ դրել եմ եւ համապատասխան վիդեոն, որը վերցրել եմ Հրանտ Մելիք Շահնազարյանի էջից, Նիկոլի դեմքը փոխանցվում է Սարիգի դեմքով։ Ես դրանով փորձում եմ ցույց տալ, որ դուք Սարիգ ընտրելով ընտրում եք Նիկոլին, եւ Նիկոլը դա շատ լավ գիտի։ Նիկոլը եկան թույլ էր Գյումրիում, որ իր կարգառուն քպականները ինքը շատ լավ գիտեր ԱԱԾ-ի միջոցով, որ 8% էլ չեն կարող հավաքել իր համար, նույնիսկ ընտրակեղծիքների ամենատոտալ մեխանիզմները օգտագործելով։ Եվ դրա համար օգնության եկավ Սարիգ Մինասյանը։ Դրա համար այստեղ ընտրությունների պարագայում ցավոք պետք է նշեմ, որ շատ կարևոր է անձը։ Դուք նոր Վարդան Ղուկասյանի օրինակը բերեցիք, ասենք Վարդան Ղուկասյանը, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունով է առաջնորդվում, ինքը գաղափարախոսությամբ է այդտեղ, կամ նույն, ասենք, ում ասենք,
Կարեն Սիմոնյանը կամ ասենք Ղարա Ղազարյան ազգանունով այդ անձինքը ինչ օրինակ դեմոկրատական չգիտեմ ինչ կուսակցության ծրագիրը գիտի, իհարկե ոչ։ Մարդիկ ընդամենը համապատասխան կուսակցություններին ուրեմն կուսակցությունների միջոցով ինքնադրսևորվում են եւ ես կդրականապես դեմ եմ այն մտքին, որ սա ազգային ժողովի ընտրություններից առաջ շատ կարեւոր բան է էլի մենամարդ է տեսնելու թե որ կուսակցությունը ինչ հնարավորություն ունի բացարձակ այստեղ ընդամենը Գյումրու ընտրություններով մենք տեսնում ենք թե համապատասխան 9 քաղաքական ուժերի ղեկավարները ինչ են իրենցից ներկայացնում Գյումրիում Պարոն Համբայրյան կուսակցությունները 0 են Պարոն Համբայրյան հիմա մեր հասարակությունը բավականին մեծ հետաքրքրություն ունի Եվրամիության նկատմամբ Կա նաև դաշինք, Եվրոդաշինք անունով արևմտամետ դիրքորոշում ունեցող ուժերի միավորման, որոնք առաջադրել են Թեկնածու Լևոն Բարսեղյանին։ Այս հանգամանքը Գյումրու դեպքում ըստ ձեզ աշխատելու է, թե ոչ։ Եվրոպայի նկատմամբ ունեցած հետաքրքրություններով պայմանավորված, օրինակ Քվետան այդպիսի ուժի։ Ինչի՞ չէ, վերջին տարիներին քայլիստերի իշխանությունը ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանում կտրուկ բարձրանա հակառուսական տրամադրությունները եւ Ռուսաստանի կրավորական կեցվածքի եւ զարմանահրաշ արտաքին քաղաքականության արդյունքում քայլիստերին դա հաջողվել է եւ չի բացառվում, որ ինչ որ ընդրազանգված, որը բացահայտ հակառուսական է, մի կողմ դնելով օրինակի համար ամեն ինչ գնա ու ընտրի Լևոն Բարսեղյանին եւ նրա ղեկավարած Եվրադաշինքը չեմ բացառում դուք հիշում եք Լևոն Բարսեղյանը վերջին դիմընտրություններում նույնիսկ 4% չհավաքեց որքան հիշում եմ 4.5 ամեն դեպքում ինքը չհայտնվեց ավագանիում դրանից առաջ գալայի մեջ էր բայց հիմա Եվրադաշինքով չեմ կարծում որ նրանց թիվը շատ մեծ է այդ եվրոպամետների բայց ամեն դեպքում նրանք կան որովհետև ինչպես բոլոր հայաստանյան բնակավայրերում այդպես էլ Գյումրիում հակառուսական տրամադրություն ունեցող մարդիկ կան Հիմա պետք է թեկնածուները խոսեն օրինակ 102-րդ ռազմաբազայի մասին, որովհետև ծախսերը ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության վրա են, համայնքային բյուջե որևէ հարկ չի մտնում, գույքահարկ, հողի հարկ եւ այլն բոլորից ազատված են, թե պետք է միայն ցեխոտ փողոցների անբարեկարգ բակերի, տրանսպորտի խնդիրների մասին այս ընտրությունների ժամանակ խոսեն, ինչ եք կարծում Չէ, Նարեկ ջան, դուք սխալ տեղեկություն նշեցիք, ոչ թե 100%-ով մեր բյուջեի վրա էլ 50%-ով ըստ երկու պայմանագրերի 97 եւ 2010 թվականներին ստորագրված 50%-ը մենք ենք տալիս, 50%-ը տալիս է ուրեմն ռուսական կողմը մենք ասելով ես նկատի չունեմ Գյումրու բյուջեն, ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության բյուջեից է դա հովանավորվում։ Գիտեք Նարեկ ջան, դա ոչ թե Գյումրիի խնդիր է 102-րդ ռազմաբազան, դա ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական եւ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրն է։ Ես հիմա դուք չգիտեմ անդրադառնամ այդ թեմային թե չէ, որովհետև դուք խոսակցությունից առաջ նշեցիք, որ մենք թիմ ընտրություններին ենք անդրադառնալու, բայց այստեղ խնդիրը հետևյալն է։ Իմ հարցերը արդեն թիմ ընտրություն։ Լավ, ես հիմա ձեզ նշեմ 102-րդ ռազմաբազայի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար որպես պատմաբան։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այդ ռազմաբազայի արկայությունը մեզ համար շատ կարևոր է, որովհետև Նիկոլը որքան էլ փորձում է համոզել Ժողջանին, թե իբր թե մենք ինքնիշխան ենք դարձել Արցախը կորցնելով, մենք պետք է հբարդանանք մեր պարտությամբ, իհարկե դա ուղղակի հոգեգան հիվանդի կարծիք է, որ մարդ կարող է հբարդանալ իր պարտությամբ, այդ հոգեբուժները թող նշեն, թե օրինակ ինչ տիպի մարդ կարող է հիվանդ լինել, որ հբարդանա իր պարտությամբ, խնդիրը դա չէ։ Խնդիրը նրանում է, որ գոյություն ունեցող ռուս
կներեք հայ-թուրքական սահմանը ոչ լեգիտիմ է, դա հայ-թուրքական սահման չէ, դա իրականում ռուս-թուրքական սահման է, որտեղ այն սահմանը, որը կա հիմա Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջև ձևավորվել է 1921 թվականի մարտին եւ հոկտեմբերին ստորագրված համապատասխանաբար Մոսկվայի եւ Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի հիման վրա։ Եվ այդ սահմանը ոչ լեգիտիմ է։ Ինչու՞։ Շատ պարզ, որովհետև 21 թվականին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրերը Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը ոչ լեգիտիմ են միջազգայինորեն, որովհետև ստորագրվել են միջազգային հանրության կողմից չճանաչված քեմալական Թուրքիայի եւ բոլշևիկյան Ռուսաստանի միջև։ Եւ այս սահմանը հիմա որ կա, գոյություն ունի ի շնորհիվ այն հանգամանքի, որ ռուսական ռազմապազան կանգնած է դեռ այս սահմանին։ Դրանից հետո այդ հեքիաթները, այդ միջազգային հանրություն կոչվածը, իբր թե Ֆրանսիան իր օգնություններով, իբր թե իրականում Ֆրանսիան թիվ մեր թշնամին է, հարգելի Նարեկ, որովհետև պատմություն իմացող մարդը շատ լավ գիտի թե 1921 թվականին ինչպես Ֆրանսիան ուղղակիորեն ծախեց հայկական Կիլիկյան, մեջն էլ կես միլիոն հայի Թուրքիային Անկարայի գաղտնի պայմանագրով ու հեռացավ այդտեղից։ Հիմա նույն Մակրոնի նման տագանքը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին եւս մեկ ֆրանսիացու հետ Բելգիայից ծնունդով Շարլ Միշելի հետ կանգնեց Նիկոլի թիկունքում եւ Պրահայում ստորագրվեց Արցախը Ադրբեջանի մաս է համաձայնագիրը։ Ես գիտեք, չեմ պաշտպանում Ռուսաստանին։ Ես ասում եմ Ռուսաստանը լավ գործընկեր չէ, բայց եթե այլընտրանք կա, ինձ նշեք։ Թող Ֆրանսիան հիմա ասի, որ հարգելի Հայաստան դուրս բեր զորքերդ, ռուսական զորքերը Հայաստանի տարածքից, ես իմ զորքերը կբերեմ փոխարինելու այդտեղ։ Ոչ, Ֆրանսիան շատ անկեղծ է մեզ հետ։ Ֆրանսիան շատ պարզ ասում է, ես Հայաստանը մաքրում եմ ռուսներին, այն Թուրքիային տրամադրելու համար։ Դուք չհավատաք ես Ֆրանսիայի հակամարտությունը բա։ Ինչ հագամարտություն, որ հագամարտությունը, որտեղ եք տեսե նրանց միջև այդ խնդիրը։ Ավելին ասեմ, հիմա բեմականացում է կազմակերպվում Ժողջանի համար Հայաստանի եւ նույն միջազգային անկրագետ հանրության համար, որ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջև շատ սուրտ հագամարտություն կա, որովհետեւ Ադրբեջանի նման երկիրը իր քիթը մտցնում է Ֆրանսիայի ներքին գործերի Նոր Կալեդոնիայի միջոց ազգային ազատագրական պայքար է սկսել։ Դուք տեսել եք որևիցե ձևաչափով Ֆրանսիան ուրեմն իջեցնի իր դիվանագիտական ներկայացուցությունը մագարտակը Բաքվում, հետ կանչի իր դեսպանին, խզի դիվանագիտական հարաբերությունները, տնտեսական կապերը խզի, չկան նման բան։ Գիտեք, ֆրանս-ադրբեջանական կամ ֆրանս-թուրքական հագամարտությունը շատ նման է իսրայելա-թուրքական հագամարտությանը։ Այն որ իրար հետ ենթադրաբար Էրդողանն ու Նեթանյահուն հեռախոսով խոսում են, ախպերություն են անում, վերջում էլ ասում են մեկ մյուսին վաղը մյուս օր ինչ ասես ասային հասեին, թող մալամաս Ժողջան անասունները հավատան, որ մեր միջև հագամարտություն կա։ Տեսակ ինչպես դեկտեմբերի սկզբին թուրք-իսրայելական տանդեմը գահանգեցարեց Սիրիայում Բաշար Ալ-Ասադի իշխանությունը։ Տեսակ, ուր աներ այդ հագամարտությունը, հետաքրքիր է էլի, ուր աներ այդ հագամարտությունը, բացահայտ թուրք-իսրայելական համագործակցության արդյունքում իշխանությունը Սիրիայում անցավ պրոթուրքական ահաբեկիչների ձեռքը, որոնք էլ իր իշխանության գալուց հետո բազմաթիվ տարածքներ, որոնք ռազմավարական ահավոր մեծ նշանակություն ունեն Մերձավոր Արևելքում, նվիրեցին Իսրայելին։ Շատ պատկերավոր մի հատ լուսանկար կա Ստամբուլում կամուրջներից մեկի վրա մեծ պրո-պաղեստինյան հանրահավաք է, իսկ տակով անցնում է մի հատ բեռնանավ, որը ապրանքներ է տեղափոխում թուրքական դեպի Իսրայել։ Հարգելի Նարեկ, մենք գլոբալ խաղերը գլոբալ կապիկությունից պետք է տարբերենք։ Մեր ցավը գիտեք ինչու՞մն է։ Երբ որ Ֆրանսիայի նման տագանք պետությունը Կիլիկիան Հայաստանում ձեր նշած տականք Ֆրանսիան մեզ զենք է վաճառում։
Հա, այդ ինչ զենք է վաճառում, որ ինչ զենք է վաճառում։ Մեզ այս պահին ֆրանսիական զենքը հեչ պետք չէ։ Մեզ պետք է որ Ֆրանսիան իր զորքով ներկա լինի Հայաստանում։ Ինքը չէ Ռուսաստանին ամենավերջի վիրավորանքներն է տալիս։ Ֆրանսիայի դեսպանը Երևանում դկոցին բացայտ կեղծ եւ սուտ հայտարարություններ է անում ռադիո լուրով։ Ասենք Ֆրանսիայի դեսպանը իրեն թույլ է տալիս բացայտ կեղծիքներ արդաբերել, սուտ տեղեկություններ հաղորդել եւ պաշտպանել Նիկոլի իշխանությանը։ Հարգելի Նարեկ, մենք բոլորս էլ խորհրդ գիտենք, չէ՞ որ Նիկոլը կեղծում է, նիկոլական իշխանությունը ստում է, երբ որ հայտարարում են, որ ասենք Հայաստանի Հանրապետությունը Ալմատայի դեկլարացիայով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Գնացեք մի հատ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցրեք, թե պարոն Տեր-Պետրոսյան, Ալմատայի դեկլարացիան դուք եք ստորագրել 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, եւ ինչ վերապահումներով եք դա ստորագրել։ Այդ դեկլարացիան ստորագրվել է 10 վերապահումներով Հայաստանի Հանրապետության կողմից, որից մեկը այն է, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը որպես Ադրբեջանի մաս, երկրորդը այն էր, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետությունների միջև խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցող վարչական սահմանը չի ճանաչվում որպես միջպետական։ Ասենք դկոցինին այդ ամեն ինչը մատուցում է հայ հանրությանը որպես արտար բան։ Այդ նույն Կիլիկիայում, երբ որ ֆրանսիացիները Անկարայի գաղտնի պայմանագրով տվեցին թուրքերին, կես միլիոն հայ մորտեցին, բայց հայ հասարակությունը հիշում է ընդամենը Մուսա լեռան 40 օրվա ընթացքում 890, ինչքան գիտեմ, փրկված Ժանը դե Արկնավով հայերի պատմությունը։ Մենք վերջապես պետք է հասկանանք, որ մենք ավելի գլոբալ եւ խորը պետք է ուսումնասիրենք պատմությունը եւ կրկին թույլ չտանք, որ մեզ խաբեն եւ դավաճանեն։ Շնորհակալություն, պարոն Համբարյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։